Փառքնժդեհին եւ ազատություն ապստամբ Սասնածռերին։ Կարճ եթեր եմ անելու նորից, բայց մինչև եթերից բուն նպատակին անցնելը ես ազգային ժողովրդական բևեռի աջակիցներին, անդամներին ուղղակի ես էլ իմ կողմից կոչ եմ անում եւ խնդրում եմ, որ հետևել բևեռի լրատվականին եւ տարածել։ Մենք տեղեկատվական հայ ժողովուրդը տեղեկատվական բլոկադայի եւ կեղծիքի մեջ է։ Ճշմարտությունը բլոկադայի է ենթարկված, որ մարդկանց չհասնի, ասել է թե մեր գործունեությունը, մեր կատարած աշխատանքները, մեր նպատակները եւ մեր կատարվելիք աշխատանքների ծրագրերը, բայց ժողովրդին տրամադրվում է անսահմանափակ կեղծիք, սուտ եւ մոլորեցնող տեղեկություններ, որովհետեւ մենք կարողանանք ճեղքել այս տեղեկատվական այս աղբը իսկականից։ Մենք յուրաքանչյուրս, ես իմ օրինակն եմ ուզում բերել, արթնացա, առաջի գործողությունը մտնում եմ բևեռի էջ։ Ինչ է տարածել բևեռը, ասենք մտա Facebook-յան էջը բևեռի, բոլոր հայտարարությունները, տեսանյութերը անխնա տարածում եմ։ Անխնա, առաջի գործը դա եթե չեմ հասցնում հետևեմ տարածում եմ։ Որտեւ եթե բևեռը տարածել է, ուրեմն դա քաղաքական կոնսենսուսով արդեն որոշված մեր ուղին է, մեր ճանապարհն է եւ կխնդրեի բոլորը թող իրենց գործ ընդհանրապես դա 2-ից 3 րոպե է տևում տարածելը։ Եթե չեք ուզում այդ բան ժամանակ չունեք, հետևեք, կարդաք, լսեք, տարածեք։ Եթե դուք բևեռի աջակից եք, ուրեմն պետք է վստահեք բևեռին։ Առաջի գործը արթնացա, օրինակ ես արթնացա, առաջի գործը մտնում եմ, օրինակ Facebook-յան բևեռի Facebook-ի էջ եւ տարածում եմ ինչ տարածել է բևեռը, անմիջապես չեմ նայում։ Գրառումներ եմ անում, որը որ նայում եմ արդեն հասկանում եմ ինչ շուրջ է, տարածում եմ եւ իմ հավանության նշանը դնում եմ, նոր անցնում եմ առաջ։ Որովհետեւ կեղծիք դեմ պայքարելու ուրիշ մեթոդ չկա, քան մեր բոլորից աշխատասիրությունը եւ կամային հատկանիշներն են։ Սա պետք է արվի, ես խնդրում եմ իմ գաղափարական ընկերներին, հետևողական բոլորը։ Արթնացակ, առաջի գործը թող լինի, մինչև այս ընտրությունների ավարտը այս գործընթացը պետք է տեմպը պահել, որ կարողանանք ՀՄԷԿ-ի, Կենտրոնի, Արմենիայի, ընդեղելով կա, Շանթի, Երկիր մեդիայի, ինչքան են 5-րդ ալիք, 2-րդ ալիք, չգիտեմ ես ինչ ալիք, թերքաբոլշևիկյան ալիքների այդ աղբի դեմը մի կերպ կարողանանք առնել։ Մենք պետք է լրացնենք ՀՄԷԿ-ի ֆունկցիան, որ ինքը պետք է հանրությանը տեղեկացնի ամեն ինչ արդարության եւ ճշմարտության մասին, հակառակն է անում։ Մենք պետք է կարողանանք սա կատարել։ Եվ խնդրում եմ, որ իմ գաղափարական ընկերները արթնացան առաջի գործը, եթե իրենք իհարկե համացանցում ակտիվ են կամ, առաջի գործը լինի դա բևեռի տարածած բոլոր նյութերը տարածել ձեր համապատասխան էջում, հավանել, կատարել գրառում։ Սա որպես խնդրանք իմ գաղափարական ընկերներին։ Իսկ այդ տեղեկատվական աղբի հետ կապած, օրինակ, երբ որ նախկիններն ու ներկաները ասած բուրըն իրար դեմ պայքար են ցույց տալիս, նրանք այդ պայքարի մեջ իրականում մեկը մյուսի հանցանքների մասին է խոսում։ Եվ ասեմ մեծամասամբ ճիշտ են խոսում, երբ որ խոսում են իրար հանցանքների մասին։ Այսինքն Նիկոլենք քննադատում են նախկիններին իրենց կատարած պետական հանցագործությունների մեջ, նախկինները քննադատում են Նիկոլենց սրանց կատարած պետության հանդեպ դավաճանության հանցագործությունների մասին։ Եվ այստեղ հարց է առաջանում, բա լավ ուր է մեր դատախազը։ Դատախազն խորհրդան ամեն ասենք կառավարությանն է, որ հարց ու պատասխանին գնում է դեռ ուշադիր լսում ու ոչ մի հետևանք։ Դատախազը ավտոմատ դառնում է հանցակից։ Այդքան բանը լսելով, տեսնելով, իրենք մեծամասամբ խոսում են ճշմարտության, իրենց այսինքն դիմացինի կատարած հանցանքների մասին է խոսում։ Ու սա իրենք պայմանավորված թույլ տված սահմանով այդ դոզայով բաց են թողում, որ ժողովուրդը տեսնի, հա, սրա մեջ ճիշտ էր ասում, այ որ սա այս թվին այս բանը արեց վատ, էսի այս թվին արեց, ժողովուրդը զբաղեցնում են, բայց չկա հետևանք, չկա, ասենք, պատասխանատու չկա, եւ մարդիկ սիրում են այդպես էքսկլյուզիվ բաներ լսել եւ
բևերը մնում է ստվերում։ Մարդը խոսում է իրական կատարված հանցագործությունից, քննադատում է, բայց չի դատապարտում։ Դատախազը չի շարժվում իր տեղից։ Ձեր մոտ հարց չի առաջանում այդքան Քոչարյանի հանցանքների մասին բարձրաձայնվեց պատգամավորների մակարդակով, ազգային ժողովի նախագահի մակարդակով, վարչապետի մակարդակով։ Քոչարյանն ինչի է ազատության մեջ։ Կամ այդ նույն կերպ մեղադրում են Նիկոլին։ Ինչ գործ ունի պետության ղեկին հանցագործը։ Ձեր մոտ հարցեր չեն առաջանում։ Ձեր մոտ տպավորություն չէ, որ սրանք պայմանավորված, այսինքն դաշտը ռուս-թուրքական է։ Այդ մարդիկ ուզում են, որ դուք ուշադրություն դարձնեք մենակ իրենց վրա, բացառապես իրենց վրա, ուրիշ ոչ մեկի վրա, որ դուք ճիշտը չլսեք։ Այդ դոգերը, որ դենց մտել էին համացանց, սրանից են խոսում, նրանց են խոսում, նրանք ինչի համար էր դոգը։ Որ ձեզ հետաքրքրի դա եւ էլ ոչ մեկին չնայեք։ Լոզունգ է դարել, եթե ուզում եք ճիշտ բան իմանաք, մտեք դոգի ալիքը ամեն ինչ իմանաք։ Չէ, դուք չեք կարող ամեն ինչ իմանալ։ Դուք իմանաք ընդամենը մի քանի բամբասանքի մասին, բայց համաշխարհային մակարդակով թե մեր հանդեպ ինչ է պատրաստվում անել թշնամին կամ չգիտեմ ամերիկացին կամ ես իմ եվրոպացին, դուք չեք իմանա դոգից։ Դուք չեք իմանա որից է մեկից։ Դա պետք է իմանաք մեզանից։ Դա շատ կարևոր է։ Դրա համար դոգերը իրենց հայհոյանքներով, Նիկոլները իրենց ճղճղանքով, նախկինները իրենց չգիտեմ եսի ինչերով ձեզ շեղել են, որպեսզի դուք չկարողանաք լսել, հասկանալ։ Սա է տեղի ունենում։ Եվ այստեղ հարց է առաջանում։ Լավ, արդյոք կարելի է ընտրություն կատարել երկու հանցագործի միջև։ Սա նրան է հանցագործության մեջ մեղադրում, որտեղ կան հիմնավոր պատճառներ, դա սրան է հիմնավոր կերպով մեղադրում սրա կատարած հանցագործությունների մեջ։ Ու քեզ ասում է դու ընտրություն կատարի այս երկու հանցագործի մեջ։ Լուրջ ստապ եղեք։ Իսկ այն խնդրանքս չմոռանաք։ Մնացեք խաղաղությամբ։